խորհրդարանում քննարկվող քաղաքացիներին, ովքեր փորձում են իրենց սահմանադրական իրավունքը իրացնել եւ չդառնալ տուգանքի ու թալանի մատերիալ, որպեսզի 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցի համար իրենցից եռակի անգամ գումար չկորզեն, փորձում են բոյկոտել իրացնելով կրկին անգամ ասեմ սահմանադրական իրենց իրավունքը, այսօր ինչպես գիտենք, իշխող խմբակը բերել է օրենքի նախագիծ, որով պետք է քաղաքացիները 10,000-ից մինչև 15,000 դրամով տուգանվեն։ Իսկ մենք գիտենք, որ հասարակական տրանսպորտից օգտվում են սոցիալապես անապահով ավելի խոցելի խավերի ներկայացուցիչները, կենսաթոշակառուներ, առաջին, երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, ուսանողներ, դպրոցահասակ երեխաներ եւ այս մարդկանց տուգանքի մատերիալ դարձնելով նշանակում է, որ առանց հիմնավորելու, թե ինչի 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցի համար պիտի վճարեն 150 եւ ավելի դրամ, առանց հաշվետու լինելու քաղաքացիների առջև մի բան էլ իրենք բերում են թանկացման որոշումներ, սա նշանակում է, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության օրոք չկա սոցիալական արդարություն, մարդկանց իրավունքները ոտնահարված են եւ մարդկանց սրանք դիտարկում են որպես թալանի եւ տուգանքի մատերիալ։ Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցությունը, ինչպես գիտեք, հանդես էր եկել նախաձեռնությամբ։ Մենք 17,000 քաղաքացու ստորագրություն էինք հավաքել եւ երբ որ ավականու նախագիծը ուղևորցը մինչեւ 100 դրամ թողնելու մասին պիտի զեկուցեր Անդրանիկ Թևանյանը, մեր դաշինքի առաջնորդը, ԿՊԿ-ական իշխանությունը իր կոալիցիոն գործընկերների հետ պարզապես ճողոպրեց եւ փախուստի դիմեց, փախնելով, որովհետեւ իրենք չունեին որևէ պատասխան, չէին կարողանալու հիմնավորումներին պատասխաններ տալու եւ այստեղ այն դաշտը չէր, որ կարողանային իրենց պոպուլիստական մանիպուլյացիոն հնարքներով մի ձևով ոնց որ սպրդեին, ուստի իրենք պարզապես փախան։ Դրա փոխարեն իրենք փորձում են նաև կանխել այն հանրաքվեն, որը մենք նախապես հայտարարել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը նաև սահմանում է, որ եթե ավականու նախագիծը, որը ունի քաղաքացիների ստորագրությունը անհրաժեշտ թվով, իսկ անհրաժեշտ թիվը 8200 ստորագրություններ, սակայն Մայր Հայաստանը հավաքել էր 17000 ստորագրություն, այսինքն 17000 քաղաքացու կամքը ոտնահարեցին եւ մի բան էլ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի մենք չտանենք տեղական հանրաքվեի եւ ուղևորցը Երևանում չդառնա կրկին մինչեւ 100 դրամ, իսկ մինչեւ 100 դրամ դառնալը ունի բոլոր հիմնավորումները, դրանք ներկայացված են Մայր Հայաստան խմբակցության նախագծի մեջ ուղևորցի մասին։ Տիկին Աղեկյան, երբ որ փետրվարի 1-ին ուղևորցը թանկացավ, բավականին ակտիվ էին բոյկոտի գործընթացները, տեսնում էինք անդադար նաև ձեզ տրանսպորտում, որ դուք հորդորում եք քաղաքացիներին չբոյկոտել։ Հիմա երբ որ արդեն ապրիլի 15-ն է այսօր, տեսնում ենք, որ շատ քիչ քաղաքացիներ են բոյկոտում եւ շատերը արդեն համակերպված վճարում են այդ 150 դրամները։ Ինչ է կարծում հիմա նմանատիպ բոյկոտը որևէ արդյունք կտա, երբ որ քաղաքացին հարմարվել է։ Տեսեք, այս օրենքի նախագիծը բերել ազգային ժողով եւ փորձել իրենց օրենսդրական լծակները օգտագործելու ապացույցն է այն բանի, որ բոյկոտը ստացվել է։ Քաղաքացիները չեն վճարում։ Իսկ վճարում, որ մենք տեսնում ենք վճարում են քարտերը մոտեցնում են, դրանք արտոնյալ քարտերն են եւ նաեւ պետք է չմոռանանք, որ համացանցում տարածվեցին ձայնագրություններ, որտեղ դիսպետչերները հրահանգներ էին տալիս վարորդներին, քաղաքացիներին, ովքեր չեն վճարի իջեցնել եւ հստակ ձայները լսվում էր, որ ասում էին այն մարդիկ, ովքեր ասում են, որ վճարեք ամոթ է, դրանք մեր մարդիկ են։ Այսինքն իրենք ֆոն են ստեղծում, ամոթի ֆոն են ստեղծում, որ իբրև թե վճարումներ կան, որ մարդիկ ամոթից ստիպված լինեն վճարել։ Սակայն ես ինքս էլ օգտվելով հանրային տրանսպորտից ասեմ, որ ականատես եմ մեր քաղաքացիները բոյկոտում են եւ բոյկոտը մեծ մասշտաբների է հասել։ Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են, որ 65 դրամ ինքնարժեք ունեցող ավտոբուսի ու մետրոյի ուղևորցը 150 եւ ավելի դարձնելը իրենց առանց այդ էլ սոցիալապես անապահով գրպանին էլ ավելի խոցելի է դարձնում, իսկ տրոլեյբուսի պարագայում արձանագրում ենք, որ 50 դրամից 150 դրամ վճարելը շատ լուրջ սոցիալական անարդարության առջև է կանգնեցրել եւ այո, ես կրկին փաստում եմ, որ Մայր Հայաստանի նախաձեռնությունը բոյկոտի հաջողել է եւ հենց այսօրվա օրենքի նախագծի քննարկումը դրա վառ ապացույցն է, այսինքն իրենք այլ լծակներ չունենալով փորձում են օրենքում փոփոխություն անել, նաեւ կանխելով
մեր հանրաքվեն, որովհետև հասկանում են, որ քաղաքացիները դեմ են եւ հանրաքվեով եւս իրենց թանկացումները առ ոչինչ են դառնալու։ Նաեւ փորձում են տեղական турքեր, որպես տեղական վճար մտցնել ավտոբուսի ուղևորցը, ինչը իրավական լուրջ խախտում է եւ հասկանում ենք, որ ԿՊԿ-ական իշխանության համար որևէ իրավական բաց թողում, իրավական խախտում շատ այնքան էլ դժվար չի դարձնել իրենց գրպանին համապատասխան 3 միլիոն վարչապետերին տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով։ Տիկին Աղակյան, ցանկացած նախագիծ, որ բերվում է ԿՊ-ի կողմից կամ ընդհանրապես կառավարության ներկայացրած նախագիծը, միշտ հավանության է արժանանում ազգային ժողովում եւ ընդունվում է։ Այսպես թե այնպես այս նախագիծը եւս ընդունվելու է։ Ինչ եք անելու դուք եւ այսօրվա բոյկոտի նպատակը որն է, որ այստեղ եք։ Եվ եթե նախագիծը ընդունվի եւ սկսենք տուգանել քաղաքացիներին, ինչ եք անելու նրանց թեկուզ իրավական աջակցություն ցուցաբերելու համար։ Նախ պետք է կանխել եւ համատարած բոյկոտել, չեն կարողանալու բոլորին տուգանել եւ տուգանքի ու թալանի մատերիալ դարձնել։ Կրկին պետք է հիշել, որ այսօրվա իշխանության ղեկը ստանձնածը ասում էր, որ քաղաքացին տուգանքի ու թալանի մատերիալ չէ։ Նա ասում էր, որ 3 միլիոն վարչապետեր կան, բայց չգիտես ինչու ինքը ուղևորվում է տասնյակ բրոնեպատ մեքենաների, զրահապատ մեքենաների ուղեկցությամբ եւ տեսնում ենք, որ մյուս 3 միլիոն վարչապետերը սոցիալապես շատ ծանր վիճակում են ապրում եւ նրանց իրավունքները ամենուրեք ոտնահարում են հենց իշխող խմբակի ներկայացուցիչները։ Այս պարագայում մնում է համախմբվել, համատեղ միահամուռ բոյկոտել եւ հեռացնել այս իշխանությանը։ Այլապես սրանց ապօրինությունները շարունակական են լինելու եւ դեմն առնել այլևս անհնար է լինելու։ Ինչ է կարծում կստացվի այդ բոյկոտը։ Բնականաբար վստահ եմ, որ միանանք եւ փոխելու ենք։ Շնորհակալ եմ։